Հայկական ֆուտբոլում կրքերը չեն հանդարտվում։ ՖԱՖ-ն ու ֆեդերացիան միմյանց հետ խոսում են ուլտիմատումների լեզվով։ Երկրպագուների տարբեր շարժումներ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, սակայն նա ոչ միայն անտեսում է հազարավոր երկրպագուների պահանջը, այլև ձգտում է նոր պաշտոնի, պատրաստվելով դառնալ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ։ Հեղինակավոր այս մարմնում ներկայացուցիչ ունենալը բավականին գայթակղիչ է եւ կարող է նոր հնարավորություններ բացել հայկական ֆուտբոլի համար, ընդհանուր ֆինանսների ներգրավում ու նոր ծրագրեր։ Բայց երկրպագուները կարծում են, որ Մելիքբեկյանը դա չի անի կամ կձախողի, ինչպես տապալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարումը։ ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը նշել է, որ պատրաստվում են բոյկոտել Մելիքբեկյանի առաջիկա ծրագիրը, եւ եթե նա հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, կգնան ծայրահեղ քայլի ՈՒԵՖԱ-ի գործկոմում Մելիքբեկյանի հայտնվելը ձախողելու համար։ Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում Արմեն Մելիքբեկյանի գործունեության բոլոր ձախողված ծրագրերի, ֆեդերացիայի ներկայվիճակի, ֆինանսական անբարեխիղճ վատնումների, կոլապսի, գործկոմի անատամության մասին։ Եվրոպայում բնակվող շարժման անդամները հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ եւ հնարավոր հանդիպմանը կփոխանցեն ստախոս ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։ Քվեարկությանն ընդառաջ եւ դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա շարժման արտերկրի անդամների կողմից։ Ջանջոյանը նշել է, որ ֆեդերացիան լքելու պարագայում չեն խանգարի Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն։ Արձագանքը ճուշացավ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը տեղի ունեցողն անվանել է խայտառակություն եւ ուղղորդված հակահայկական քայլ։ Նա պնդել է, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իր առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իր եւ ֆեդերացիայի ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը եւ ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ։ Փաստորեն նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի որպես ինքնիշխան պետության միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։ ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընտրությունը կկայանա Բելգրադում ապրիլի 3-ին։ 11 թեկնածուներից ընտրվելու է 7-ը։ Գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197,000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։